Պարոն Մարության ջան, ինձ հետաքրքրում է ինչ ձևաչափով ենք մենք մասնակցելու ընտրությունների։ Դայ համագումարը մենք մեզ լիազոր է, որ մենք սկսենք բանակցություններ, թե ինչ քաղաքական միավորների հետ կարող ենք ընտրությունների ժամանակ միասին մասնակցել։ Բնականաբար մինչև այդ կարող էինք, խոսում էինք, ինչ որտես մտքեր քննարկում էին, բայց քանի որ ընտրությունները դեռ հեռու էին, մարդիկ մի քիչ բան էին դնել, նայենք, տեսնենք ինչ կլինի, բայց հիմա արդեն մենք պաշտոնապես կմտնենք բանակցությունների մեջ, այսինքն երկու բան կարելի է արձանագրել ստեղ։ Ես ասացի, որ եթե մի ուժ ունի 1-2% ձայնի կարա 100,000 շավով լավ կազմակերպված աշխատանքով դա 4% ձգի օրինակ, չէ՞։ Բայց մեր խնդիրը 4% ձգելը չի, մեր խնդիրն է նա, որ մենք կարողանանք երկրում փոփոխություններին հասնել ու այս իշխանությանը փոխել, կանգնացնել այս հայտարարակ արշավ այս ընթացքը։ Հիմա դրա համար մենք լոբինգ ենք անում խոշորացում, որ քաղաքական միավորները խոշորան։ Հետեւաբար այսինքն լուսավոր Հայաստանի անձնական, էգոիստական իմ շահերից է բխում, չէ՞, որ մենք առանձին մասնակցենք, լինենք մենակ մենք, եթե մտնենք մենք մեր բրենդով լինենք, վասես բանը։ Ես մտածում եմ, որ պետք է այդ ամեն ինչը դնել մի կողմ, պետք է գնալ ավելի խոշոր բևեռների ձևավորման։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը սպասում է միավորումների։ Ցանկացած մի 5, 6, 7, ինչքան ավել ենք հանդապ ուժերի միավորում, ժողովրդի մեջ առաջացնում է բան, ընտրություններին մասնակցելու ցանկություն, էներգետիկա, փոփոխությունների շունչ։ Իսկ եթե որ ասենք մի 30-40 էջ գնացնեն, ապաթիա ալնելու, ցածր մասնակցություն, մի 20% ձայն փոշիանալու է, իշխանությունն վերարտադրվելու է։ Դրա համար մեր ռազմավարությունն է նա, որ մենք մերանի դեր կարանք խաղանք ընդդիմադիր դաշտը համախմբելու իմաստով։